Բարև ձեզ, պարոն Մխիթարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք ինձ ձեր արհեստանոցում։ Մեզ հետաքրքրում է մի շատ կարևոր հարց, որը կապ ունի մեր կասկադի ապագայի հետ։ Հիմա այն ինչ որ մենք ներկայացնում ենք եւ այն ինչ որ մենք ունեինք, որ պետք է ներկայացնեինք, բավականին մեծ տարբերություն կա։ То есть գծագրերը, որոնք դուս այնեք է, որ շինարարությունը շարունակվի, բավականին հարմար են շինարարությունը կատարելու, բայց ինքը ճարտարապետությունը ներսի լրացնելու, ներսի բովանդակությունը ամրապնդելու, այդ գծագրերը չհանձնվեց արխիվ կամ չհանձնվեց ինստիտուտով, բայց չթողվեց, որտեղ մենք դրեցինք նպատակ, որ վերևի մասը անենք, հասնենք մինչև հարթակին, դիտահարթակին, հուշարձանի, իսկ ներսինը հետո կարվի։ Եվ այդ վիճակն է երևի, որ բերեց նրան, որ ասացին, որ բերենք, բայց չդիմեցին, չհարցրեցին, չհետաքրքրվեցին, թե ներսում ինչ էր նախատեսված։ Այս նախատեսված էր մեր միջնադարյան ճարտարապետության գովազդ, ներկայացնենք մենք, թե ինչ ունենք, որ ինստիտուտ լիներ, ֆոնդարան լիներ, մարդիկ գային գնային, եւ ոչ միայն, այնքան տարածքը մեծ էր, որ կարող են լինեին եւ արվեստի, եւ գիտության, եւ ինֆորմացիոն մի կենտրոն, լիներ մեծ գրադարան, լիներ մեծ ֆոնդարան, լիներ սրահներ, որտեղ կարող են նորաձևություններից սկսած մինչև ժամանակակից արվեստի բոլոր ճյուղերը կարող են ներկայացնել եւ ռոպագանդային։ Ասվեց, որ արդեն պետք չի այդ նախագիծը այդ բանով։ Խոսքը գնաց արդիականացման մասին, բայց ինչն արված, ինչը պետք է արդիականացվի, եւ մեզ չթողեցին, որ մենք էլ մասնակցենք։ Այսինքն դուք որ ասում եք, որ իրենց պետք չէր իրական նախագիծը, այն որ ես նկարել եմ եւ վիդեոյով եւ ֆոտոյով, դուք նկատ ունեք հենց այդ նախագիծը, որ իրական ավարտական տեսքն է։ Այո։ Չեմ կարող հասկանամ, թե ինչիա պետք փոխել բնույթը կառույցի, ինչն է խանգարում կամ ինչն է ստիպում, որ այդպեսի տենց, չգիտեմ, վարյագություն արվի եղածի նկատմամբ։ Եվ այսպես հարգելի հետևորդներ, մեր հարգարժան ճարտարապետ Ասլան Մխիթարյանը ներկայացրեց ամբողջ իրական եղելությունը Կասկադ համալիրի կառույցի հետ։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալություն։ Ահա հարգելի երևանցիներ, տեսեք թե ինչ հոյակերտ կառույց է ավարտական տեսքը։ Սա նախագծել է արդեն առանձին պարոն Ասլան Մխիթարյանը։ Ազնվությամբ նա ավելի գեղեցիկ է, ավելի հիասքանչ տեսք ունի եւ նրա մեջ է ներառվում եւ կինոթատրոնները, եւ այդ մեր կաֆեները, եւ շփվելու վայրերը, թող լինի այդ բոլորը, մենք ոչ մեկ դեմ չենք, բայց չխաթարվի մեր իրական կասկադի ճարտարապետական տեսքը, այս հոյակերտ տաճարը եւ ամբողջանում է ամբողջ կառույցը 782 աստիճաններով, դա մեր մայրաքաղաքի տարիքն է, երբ որ հիմնադրվել է Երևան քաղաքը Էրեբունին, այսքանը հաջողություն ձեզ։